Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, մեր ազգը, պետությունը և եկեղեցին մեծ փոթորիկի ու փորձությունների միջով են անցնում։ Այդ փոթորիկը համ մեր ներսում է, պետություն եկեղեցի հակամարտություն, համ էլ մեզանից դուրս է մեր տարածաշրջանում, որտեղ պատերազմներ են, միջուկային պատերազմի մեծ վտանգ, եւ Աստված թույլ է տալիս այս փորձությունները մեր կյանքում, որովհետեւ Աստված խոսում է մեր հետ եւ այս փորձությունների միջոցով մեզ կանչում է դարձի ու ապաշխարության։ Ես հենց նոր ասեցի, որ այդ փորձություններն ու փոթորիկը նաև մեր ներսում են, որովհետև մի շատ sense վտանգավոր բան կա, որի մասին ես խոսում եմ այսօր մեր եղբայրներից մեկի հետ եւ ուզեցա, որ դուք իմանաք այդ բաների մասին։ Դուք նկատել եք, որ պետություն եկեղեցի այս հակամարտության մեջ, որը մեծ փոթորիկ ու փորձություն բոլորիս համար, դուք նկատել եք, որ երբ որ ինչ որ մեկը սոցիալական ցանցում լինի դա Facebook, Instagram կամ YouTube, ինչ որ մի բան է ասում, կոմենտների մեջ, եթե դուք նայեք կոմենտները, մեր ազգի զավակները իրար են ուտում։ Կեսը կողմա, կեսը դեմա, կեսը ճիշտ է, կեսը սխալ է, բայց իրար են ուտում։ Սա ճիշտ ճանապարհ չի։ Իրար դեմ թրերով ելնելը ճիշտ ճանապարհ չի։ Մեզ աղոթք է պետք։ Ու այս զայնագրության մեջ ես ձեզ պատմելու եմ Աստվածաշնչից դրվագներ, խոսքեր, թե ինչ է պետք անել, քրիստոնյան ինչ պետք է անի։ Ես ասում եմ հատուկ հենց քրիստոնյաների համար, որովհետև այդ կոմենտները, որ ես նայում եմ, նույնիսկ եւ իմ էջի հետևորդ քրիստոնյաներ կան, եւ իմ ընկեր քրիստոնյաներ կան, երեխեք, մեզ հիմա աղոթք է պետք։ Եթե դուք հավատում եք Տեր Հիսուս Քրիստոսը, եթե դուք հավատում եք Տեր Հիսուս Քրիստոսին, եւ եթե դուք հավատում եք, որ Աստված զորությունների Տերն է, այսինքն Աստված ամբողջ տիեզերքում գոյություն ունեցող ուժի զորությունների Տերն է, չէ՞ որ մենք հենց Սուրբ երկի մեջ ասում ենք զորությունների Տեր։ Եթե դուք չեք հավատում, որ Քրիստոսն է այս հարցերը լուծելու, եթե դուք չեք հավատում, որ Քրիստոսը կարող է գա եւ այս հարցերը լուծի, մաքրի ամեն ինչ, մի նայեք այս զայնագրությունը, անհետաքրքիր է լինելու ձեր համար հեքիաթ է լինելու, բայց եթե դուք քրիստոնյա եք եւ հիշում եք Հայր մեր եք ասում եւ հիշում եք, որ Աստված զորությունների Տերն է եւ ինքը տեսնում է այս ամբողջ վիճակը եւ ինքն է որ կարողանալու է գալ լուծի այս վիճակը, շարունակեք նայել եւ խնդրում եմ կիսեք ձեր էջերին, որպեսզի մեր ազգի ավելի շատ մարդիկ, երիտասարդներ ու մեծեր նայեն, որ միգուցե ասեն, ախր ես քրիստոնյա եմ, ես պետք է ապավինեմ Քրիստոսին, ես աղոթքով պետք է կանչեմ Քրիստոսի զորությունը, Քրիստոսի ներկայությունը այս վիճակի վրա, այլ ոչ թե փորձեմ մարդկային ջանքով ինչ որ քաղաքական միջոցներով այս հարցերը լուծել։ Ահավասիկ մենք փորձեցինք մարդկային ջանքով 30 տարի, մսխեցինք, վատնեցինք մեզ տված ամեն ինչ, հոգևոր աչքերով չնայեցինք, թե ինչ էր կատարվում մեր երկրում եւ ինչ գործ էր անում Աստված մեր հետ 30 տարի։ Մենք դրան հոգևոր աչքով չնայեցինք, արդյունքում ամեն ինչ կորցրեցինք։ Եվ եթե դուք նայեք այսօր չեք տեսնի կամ 1000-ից մեկ կտեսնեք, որ եւ մեր քաղաքական գործիչները եւ այն մարդկանց, ովքեր իրենց ընդդիմություն են կոչում, կամ նույնիսկ շատ ուրիշ տեղերում, որ կանչեն աղոթքի, հավատան Քրիստոսին, չէ, մարդկային ջանքով։ Այդ չտեսակ, որ մարդկային ջանքով ոչ մի բան չի ստացվում, որովհետեւ Աստված մեզ կանչում է դարձի ու ապաշխարության։ Այ հենց այս Արարատյան շաբաթը, որ ամեն օր խոսում ենք եւ եկեղեցին է խոսում դրա մասին է։ Մենք բոլորս այս նեղությունների ու փորձությունների մեջ մեզ պետք է հարցնանք. ինչի է Աստված արտոնում, որ այս նեղությունները գան մեր վրա։ Ինչու է Աստված արտոնում, որ այս փորձությունները գան մեր վրա։ Ինչու է Աստված արտոնում, որ մենք այս փոթորիկների միջով անցնենք, որպեսզի միգուցե ամեն մեկս մեզ հարց տանք ու ասենք, կարող է մի բան սխալ ենք արել։ Կարող է մի բան սխալ ենք անում եւ Աստված մեզ կանչում է, ասում է. «Ստոպ տվեք, կանգնեք, փոխեք ձեր վարքը, արեք այն, ինչին որ դուք կոչված եք անելու»։ Սիրելի քրիստոնյա քույրեր ու եղբայրներ, ես հատուկ շեշտում եմ, որ սա քրիստոնյաների համար է, որտեղ աշխարհիկ մարդիկ այս բաներից չեն հասկանա։ Այս նեղ փոթորիկների մեջ մենք կոչված ենք աղոթելու։ Դրա ձայնը քիչ է լսվում։ Մենք ավելի շատ պետք է աղոթենք, ոչ թե սոցիալական ցանցերում ինչ որ մեկի դեմ կռվենք, ճիշտ ու սխալ ապացուցենք, թողեք Քրիստոսը գա այս հարցը լուծի։ Թողեք Քրիստոսը գա այս փոթորիկը հանդարտեցնի, թողեք Քրիստոսը գա այս հակամարտությունը հանդարտեցնի, թողեք Քրիստոսը գա եւ վերականգնի ամեն ինչ։ Մենք պետք է աղոթենք։ Տեսեք ինչ է ասում Աստվածաշունչը աղոթքի մասին։
Լավ կլինի, որ մենք հիշենք։ Ես մի քանի մեջբերումներ հիմա կանեմ եւ այս խոսակցության աղոթքի վերջում եւ նաեւ խոսեմ, թե ինչպես ենք մենք այս հոգեվոր մարտը տանելու, որովհետեւ եթե մենք կոչված ենք աշխարհիկ իրադարձություններին, քաղաքական իրադարձություններին նայել հոգեվոր աչքով, որը մենք չարեցինք 30 տարի, դրա համար կորցրեցինք ամեն ինչ։ Առավել եւս հոգեվոր բաներին մենք պետք է նայենք հոգեվոր աչքերով եւ հոգեվոր մոտեցում ունենանք, որովհետեւ սա հոգեվոր պատերազմ է։ Ամբողջ աշխարհը հիմա հոգեվոր պատերազմի մեջ է։ Ոնց է այդ հոգեվոր մարտը մղվում։ Ոնց է այդ հոգեվոր պատերազմը արվում։ Հիմա տեսեք, Ֆիլիպեցիներին ուղված նամակի մեջ Պողոս առաքյալը այսպես է գրում, ասում է. «Հոգ մի արեք, այլ աղոթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանությամբ հայտնի թող լինեն Աստծուն։ Եվ Աստուծո խաղաղությունը, որ վեր եկան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Հիսուսով։ Հոգ մի արեք, այլ աղոթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանությամբ հայտնի թող լինեն Աստծուն»։ Դրանից առաջ մի նախադասություն կա։ Տեսեք ում է ասում. «Թող ձեր հեզությունը հայտնի լինի բոլոր մարդկանց, Տերը մոտ է»։ Հետո շարունակում է. «Հոգ մի արեք, այլ աղոթքներով, աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանությամբ հայտնի լինեն Աստծուն»։ Թող ձեր հեզությունը հայտնի լինի բոլոր մարդկանց, Տերը մոտ է։ Տերը մոտ է հեզերին։ Մենք շատ ագրեսիվ ենք։ Մենք իրար միս ենք ուտում, մենք գոռգոռում ենք, մենք բարկանում ենք, մենք միանգամից տաքանում ենք, բայց Քրիստոսը մոտ է հեզերին, փրկում է հեզերին, փրկում է նրանց, ովքեր ունեն Տիրոջ նկատմամբ երկյուղը, զգուշությունը, լեզուն մի քիչ պահել, ագրեսիան մի քիչ հետ քաշել, մի քիչ ավելի սրտով խոնարհվել։ Եվ եթե ասում եմ դուք այդ մարդն եք դառնում, ապա հոգ մի արեք, вообще մի մտածեք, այլ աղոթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանությամբ հայտնի թող լինեն Աստծուն։ 45-րդ Սաղմոսի մեջ Աստծո խոսքն ասում է. «Աստված ապավենն ու զորությունն է մեր եւ մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ»։ Աստված է մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ։ Եթե դուք զգում եք, որ հիմա մեր ազգը գնում է խիստ նեղությունների միջով, փոթորիկի միջոցով, մեր շուրջը գնում է փոթորիկի միջոցով, մենք չգիտենք վաղվա օրը ինչ է լինելու։ Աստված ապավենն ու զորությունն է մեր, կանչեք Աստծո անունը։ Տեր Հիսուս Քրիստոս, որդի Աստուծո, արի, մաքրի եւ փրկի մեզ։ Հիշում եք անցյալ օրը պատարագի բացատրության մեջ, որ կարդում ենք. միայն Սուրբի ժամանակ, մինչ երջախումբը երգում է, միայն Սուրբ, միայն Տեր քահանան աղոթում է, ասում է. արի, մաքրի ու փրկի մեզ։ Տեր Հիսուս Քրիստոս, արի, մաքրի ու փրկի մեզ։ Սա պիտի լինի մեր աղոթքը, հեզությամբ եւ խոնարհությամբ։ 33-րդ Սաղմոսի մեջ Աստուծո խոսքն ասում է. Տիրոջ աչքներն ուղղված են արդարներին, իսկ ականջները նրանց աղոթքին։ Տիրոջ աչքերն ուղղված են արդարներին, այսինքն դու չես կարող նենգ լինես, լևի ապրես, մի բան մի տեղից ճմկտես, գողանաս բան ու մտածես, որ քո աղոթքը լսվելու է, չէ։ Տիրոջ աչքերն ուղղված են արդարներին, իսկ նրա ականջները նրանց աղոթքներին։ Մենք պետք է հրաժարվենք չարությունից, մի չար բանից, ձեր բնավորությունից հրաժարվեք, հայոյանք տալուց հրաժարվեք։ Եթե դավաճանում եք ձեր կնոջը կամ ամուսնուն, ստոպ տվեք, էլ մի դավաճանեք։ Եթե մի բան միտեղից գողանում եք, անարդարությունն է, նենգությունն է, ստոպ տվեք, մի արեք, ասեք Տեր Հիսուս, այս բանը մինչև հիմա արել էի, էջ էի անում, բայց խնդրում եմ ողորմիր մեզ, ների, Տերը կտեսնի, որ դու քեզ մի հատ մեղքից հեռու ես պահում։ Մի մեղք գոնե քչացնում ես, մաքրության համար տեղ ես թողնում եւ նրա ականջները կլինեն քո աղոթքին։ Երեմիա մարգարեի մոտ մի այսպիսի խոսք կա, ասում է. «Ահա ես բոլոր մարմնավորների Տեր Աստվածն եմ, միթե որևէ բան ինձնից կարող է թաքուն մնալ»։ Եբրայերեն թարգմանության մեջ ասում է. «Միթե ինձ համար դժվար բան կա»։ Եթե դուք հավատում եք Տեր Հիսուս Քրիստոսի զորությանը, միթե Աստուծո համար դժվար բան կա, աղոթեք այն նույն ձևերով, ինչ որ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, եւ դուք կտեսնեք, թե ինչպես կգա մեր աղոթների պատասխանը, ինչքան շուտ այս փոթորիկը կդադարի, ինչքան շուտ արևը դուրս կգա այս ամեն ինչի վրա, լույսը կսփռվի, եւ մաքրություն ու սեր եւ լույս եւ ուրախություն կլինի մեր բոլորի սրտներում, կլինի խաղաղություն, հանդարտություն, Սուրբ Հոգու շնորհները կգործեն ամենտեղ։ Եթե դուք ապրեք արդարությամբ, հեզությամբ եւ այդպես աղոթեք, այլ ոչ թե Facebook-ներում, սոցիալական ցանցերում, Instagram-ներում իրար միս ուտենք, չի կարելի, տենց լուծում չի լինի։ Փորձեցինք չէ 30 տարի, ոչ մի բան չստացվեց,
Փորձեցինք 30 տարի առանց հոգևոր աչքերի նայել, ապաշխարության մասին ընդհանրապես չխոսեցինք, չլսվեց այդ ձայնը, ոչ հեռուստատեսության, ոչ մի տեղ, միայն եկեղեցիներում որոշ տեղեր երևի, բայց ընդհանուր մեր ազգի մեծ տոկոսի մեջ չէր լսվում ապաշխարության կյանքը, ապաշխարության խոսքը, պատարագի մասնակցելը, Տիրոջը դառնալը, մեղքից հրաժարվելը, չի լինում, սա հոգևոր պատերազմ է, ժողովուրդ ջան։ Մատթեոս ավետարանի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է. Հիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատք ունենաք եւ չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենուն պատահածը, այլ թեկուզ եւ այդ լերանն ասեք, ելիր ու ծովն ընկիր, այն կկատարվի, եւ ամեն ինչ որ ուզեք աղոթքի մեջ հավատով կստանաք։ Ամեն ինչ որ ուզեք աղոթքի մեջ հավատով կստանաք։ Հավատալ Քրիստոսին նշանակում է հնազանդվել Քրիստոսին։ Հնազանդվել Քրիստոսին նշանակում է իմանալ Աստուծո կամքը։ Եվ ոնց մարդ իմանա Աստուծո կամքը, եթե մատը մատին չի տալիս, երկու տող Աստվածաշունչ չի կարդում։ Վերցրեք Աստվածաշունչը, սկսեք կարդալ, ասեք Տեր Հիսուս, ես կարդում եմ Աստվածաշունչը քեզ ճանաչելու համար, ես ուզում եմ քեզ ճանաչել։ Գրիգոր Լուսավորիչը, որ Խորվիրապից դուրս եկավ մեր ազգին ու թագավորին ու արքունիքին կանչում էր ապաշխարության, որը հրաման էր Քրիստոսից, առաջի բանն ասեց, ժողովուրդ, դուք պետք է ճանաչեք Քրիստոսին, դուք պետք է ճանաչեք Աստծուն, եւ 2 ամիս քարոզում էր, որպեսզի այդ ժողովուրդը ճանաչի Աստծուն։ Հիմա այդ ճանաչելու ձև Աստվածաշունչը կարդալն է, այն ժամանակ Աստվածաշունչը ամիսներով արտագրում են, գիտեք ինչքան թանկ բան էր։ Հիմա փառք Աստուծո, ինտերնետում անվճար կա, հավելվածի վրա կարող եք քաշել, դուք կարող եք առնել ու կարդալ, տանը ունենալ, մատիտով նշումներ անել։ Բայց ո՞նց անել ես ամեն ինչը, թե չես ուզում հատդ մատիտ տաս։ Եվ ամեն ինչ որ ուզեք աղոթքի մեջ հավատով կստանաք։ Եթե դու աղոթես կասկածելով չես ստանա։ Եթե դու աղոթես առանց հավատքի չես ստանա։ Եթե դու աղոթես առանց Քրիստոսին հնազանդվելու չես ստանա։ Եթե դու աղոթում ես ու չես ուզում ապաշխարես, չես ստանա։ Որովհետև ինչ օգուտ ունի քո աղոթքը, եթե դու չես ուզում ապաշխարես, որին քեզ կանչում է Քրիստոսը։ Հիմա սիրելի բարեկամներ, այդ հոգևոր մարդը, որի մեջ հիմա մենք գտնվում ենք, մեր երկիրը, ամբողջ աշխարհը, ինչպես այդ մարդը մարտնչվում։ Գիտեք, 2000 տարի աշխարհի Քրիստոսի գալուց մինչև հիմա ինչ որ կատարվում է աշխարհում, պատերազմ լինի, խաղաղություն լինի, ուրախություն լինի, կատարվում է Քրիստոսի պատճառով։ Կամ դու իր կողմից ես, իր հետևից ես գնում, իրան ես հնազանդվում, կամ դու իր դեմ ես։ Հիմա տեսեք մենք ուր ենք հասել։ Ուրեմն տեսեք Պողոս Արաքյալն ինչ է գրում, ասում է. «Եվ վերջապես զորացեք Տիրոջով եւ նրա զորության կարողության, զորացեք նրա զորության կարողությամբ։ Եվ Աստուծո սպառազինությունը հագեք, սպառազինությունը գիտեք, չէ՞, զինվոր մարդուն սպառազինությունն է պետք, զենք, զրահ, թուր, թվանք, ո՞րն է Աստուծո սպառազինությունը»։ Հիմա ասում է. «Եվ Աստուծո սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարքներին։ Դու աշխարհիկ միջոցով, աշխարհիկ միջոցներով, ելնելով, բողոքելով, ցույցեր անելով, չես կարող ընդդիմանալ սատանայի հնարքներին։ Դու պիտի Աստուծո սպառազինությունը հագնես։ Ո՞րն է, գիտեք այդ մասին։ Որովհետև մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չէ, այլ իշխանությունների հետ, պետությունների հետ, ի նկատի չունի երկրավոր իշխանությունների հետ, այլ երկնավոր չարի իշխանությունների հետ, դևերի իշխանությունների հետ, դևերի պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ է մեր պատերազմը։ Ուստի առեք Աստուծո սպառազինությունը։ Երկրորդ անգամ է ասում, առեք Աստուծո սպառազինությունը։ Ո՞րն է այդ սպառազինությունը։ Որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին։ Եվ ամեն ինչ կատարեք հաստատուն կացեք տեղում պինդ կանգնած ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ եւ հագած արդարության զրահը, ուրեմն Աստուծո սպառազինության մեջ զրահը արդարությունն է։ Դու պիտի արդար մարդ լինես։ Դու պիտի լևի բաներ չանես։ Դու պիտի մի տեղից չգողանաս, չխաբես։ Դու քո սիրտը պետքա արդար լինի։ Դա Աստուծո սպառազինության զրահն է։ Հագած արդարության զրահը։ Ձեր ոտքերը ամրացրեք խաղաղության ավետարանի պատրաստությամբ։ Այսինքն դու պիտի իմանաս ավետարանը, սիրելի եղբայրներ ու քույրեր, բացեք Աստվածաշունչը։ Նոր կտակարանի ցանկի մեջ առաջի 4 վերնագրերը ավետարաններն են։ Դե դրեք մի 2 ժամ այլի կարդացեք Մատթեոսի ավետարան, Ղուկասի ավետարան, հետաքրքիր բաներ են, Քրիստոսի կյանքի պատմություններ են, ուր գնաց, ինչ արեց, ինչ անել, ինչ չանել։ Եվ այս բոլորի վրա առեք հավատքի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ Ուրեմն խաղաղություն, արդարությունը զրահն է,
ոտքերդ ամրացնում ես ավետարանի իմացությամբ եւ սրա վրա առնում ես հավատքի վահանը, այսինքն դու պաշտպանվում ես հավատքով, բայց եթե դու հիմա կասկածում ես, որ Քրիստոսն է այս հարցերը լուծողը, նշանակում է դու հավատք չունես, եթե դու չես հնազանդվում Քրիստոսին, դու հավատք չունես, որովհետեւ դեպերն էլ գիտեն, որ այնտեղ Աստված կա, բայց դե ինչ արած, իրանք իրանց համար, մենք էլ մեր համար, մենք մեր չարությունը շարունակելու ենք, առավել եւս դեպերը վախենում ու սոսկում են Աստծոց, իսկ մեր ժողովրդի մի ահռելի մասը вообще Աստծո երկյուղը չունի, որպեսզի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը եւ առեք փրկության սաղավարտն ու հոգու սուսերը, որ Աստուծո խոսքն է, փրկության սաղավարտը, որ զինվորները գլխներին դնում են, եւ սուսերը, որով քո զենքն է, Աստուծո խոսքն է, տեսեք էլի գալիս է Աստվածաշնչի իմացությանը, Աստվածաշունչը կարդալուն, որ դու Աստուծո խոսքը իմանաս, օրինակ 10 պատվիրանները անգիր գիտեք, 9 երանիները անգիր գիտեք, տեղյակ եք այս բաների մասին, լեռան քարոզի մասին գիտեք Աստվածաշնչում որտեղ է, ինչ է ասում Քրիստոսը, Մատթեոսի ավետարան գլուխ 5 գլուխ 7, այս բաները սաղ պետք է իմանանք ժողովուրդ ջան, սա մեր սուսերն է, սա մեր ուժն է, հիշում եք, ես ինչ որ կարդում եմ ասես, չէ, զորացեք Տիրոջով եւ նրա զորության կարողությամբ, ոնց են զորացնում Տիրոջով, դու պետք է արդար լինես, դու պետք է իմանաս Աստուծո խոսքը, դու պետք է նենգություն չանես, դու պետք է ճանաչես քո Տեր Աստծուն, դու պետք է հավատք ունենաս, չկասկածես, չերկմտես, հնազանդվես Քրիստոսին, եւ ասում է ամենայն աղոթքներով եւ աղաչանքներով ամեն ժամ աղոթեցեք հոգով, եւ այդ բանի մեջ հսկեցեք անխոհ հարատևությամբ եւ աղաչանքներով բոլոր սրբերի համար, տեսնում եք, ամեն ժամ աղոթել հոգով, այսինքն հավատքով, ներսից, առանց կասկածելու, առանց երկմտելու, այս ամեն ինչը ասեցի ժողովուրդ ջան, որովհետեւ թե նայեք ինչ է կատարվում եւ հեռուստատեսությամբ, եւ սոցիալական ցանցերում այդ կոմենտների բաժնում, մեր ազգի մի ստվար, մեծ մասը իրար են ուտում, եւ քրիստոնյաներն են մասնակցում այս գզվրտոցին, սիրելի ժողովուրդ, սիրելի քրիստոնյա եղբայրներ ու քույրեր, մի մասնակցեք այդ իրար ուտելուն, մենք առանց են էլ քիչ ենք, բայց մենք կոչված ենք հոգեվոր պատերազմի, եւ մենք պետք է աղոթենք, եւ աղոթքի մեջ մնանք հավատալով այս ամեն ինչին, ինչ որ ասի, որ Աստվածաշնչից էր, որ Տեր Հիսուս Քրիստոսը գա, մաքրի, լուծի, լույսը բերի, դարմանի, ապաքինի, բուժի, այս ցավոտ, այս ահավոր ծանր իրավիճակը, որի մեջ մենք հիմա գնում ենք, բայց սրանք բուժման ժամանակներ են, որովհետեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ այնքան է սիրում, որ չի թողել մեզ, այլ մեզ կանչում է այս ծանր բաների մեջ դարձի ու ապաշխարության։ Օրինակ ես 8 տարի առաջ 2016-2017 թվականներին այս բաների մասին չէի մտածում։ Եկեղեցում ծառայում էի, թռի վռի մի կյանք էի ապրում իմ համար, մտածում էի ամեն ինչ լավն է, հաղթել ենք, Արցախը մերն է, տեսակ մի վարքյանում, մի 2 տարվա մեջ ոնց կորցրինք ամեն ինչ, որովհետև աշխարհիկ էր մեր մտածողությունը։ Հոգևոր աչքերով, սրտի աչքերով չենք նայում, մեր սիրտն էլ դարձի ու ապաշխարության մասին չէր մտածում։ Ու ես խիստ զղջում եմ այդ ամեն ինչի համար։ Դուք էլ նայեք ձեր սրտերին, աղոթքի կանգնեք ու հիշեք մեր Տեր Հիսուս Քրիստոսն ինչ ասեց։ Ասեց ամեն ինչից առաջ փնտրեցեք նախ Աստուծո արքայությունը եւ Աստուծո արդարությունը, երկնքի արքայությունը եւ Աստուծո արդարությունը։ Հիշեք, երկնքում է դա։ Այդ արքայությունը Աստուծո հետ ապրելը երկրի վրա չի, ես երկիրը կործանվելու է մի օր։ Բայց ասեց ամեն ինչից առաջ նախ փնտրեցեք երկնքի արքայությունը եւ Աստուծո արդարությունը եւ մնացած բաները ձեզ կտրվեն ավելիով, այսինքն ամեն ինչ կվերականգնվի, ամեն ինչ կվերականգնվի ավելիով, եթե մենք մեր այն գիտակցություն ունենանք, որ ամեն ինչի մեջ նախ փնտրենք, հետաքրքրվենք, հարց ու փորձ անենք, քահանայից, եղբորից, քրոջից, սեղանների շուրջը, ոնց է մարդ ձեռք բերում Աստուծո երկնքի արքայությունը, ոնց է մարդ մտածում մայից հետո այնտեղ երկնքի մասին։ Հիսուսն ասաց, եթե դա անեք, մնացած բաները ձեզ կտրվեն ավելիով, բայց եթե չանեք ու ձեր ուշքո միտքը մենակ ինչ որ բարի գործեր անենք, դա բավարար է, ոչ, եթե դու չես ուզում հավիտենական կյանք երկնքում, ինչ պետք է անի բարի գործը քեզ, ոնց կտանի քեզ, դու պետք է Քրիստոսին փնտրես, իրենից պինդ բռնվես։ Եվ այս ծանր իրավիճակների մեջ տեսակ գրված էր հարատև հսկել աղոթքի մեջ, ինչքան հաճախ աղոթքի մեջ Տեր Հիսուս ողորմյա, Տեր Հիսուս արի մաքրի, Տեր Հիսուս մեզ լույս տուր, Տեր Հիսուս արի փրկի եւ մաքրի։
Այդ ժամանակ եթե շատ որով սա անենք, եւ դրա համար խնդրում եմ կիսեք այս զայնագրությունը ձեր էջերին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ լսեն, իմանան։ Այդ ժամանակ եթե մեր ազգի ավելի մեծ տոկոսը այսպես աղոթի, հավատքով, արդարությամբ, Աստծուն ճանաչելով, ապաշխարության ձգտումով, ամեն ինչից առաջ երկնքի արքայությունը փնտրելով եւ Աստծո արդարությունը փնտրելով, այս ժամանակ կտեսնեք, թե ինչքան լույս կվառվի մեր երկրի մեջ, ինչպես ամեն ինչ կդարմանվի, առանց մեր նույնիսկ մեր հասկացողությունից վերադա, բայց զորությունների Տերը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, կգա, կբուժի ու կդարմանի, այնպես որ մենք նույնիսկ չենք էլ կարող պատկերացնել։ Եղավ ժողովուրդ ջան, աղոթքի կանգնեք ավելի հաճախ, եկեք իրար միշտ շուտենք, այլ աղոթքի կանգնենք, հավատալով Տեր Հիսուս Քրիստոսին, ում փառք Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից, ամեն։